Ողջույն բոլորին, բարի գալուստ հայկական խոհանոց։ Այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք տոնական, նրբահամ, անչափափուկ, շքեղ թխվածք։ Շերտավոր մեղրով այս թխվածքը կոչվում է նաև լցնովի մեղրով, իսկ թե ինչու շուտով կիմանաք։ Շերտերը ստացվում են բավականին բարձր, ծակոտկեն և փափուկ։ Լցնովի մեղրով պատրաստելիս չենք օգտագործելու ոչ կրկնակ և ոչ էլ ջրային գոլորշի։ Չնայած որ խմորը չենք դնում ջրային գոլորշու վրա, շերտերը ունենում են գեղեցիկ մուգ երանգ։ Եվ ամենակարևորը, այս թխվածքը պատրաստում ենք ընդամենը 30 րոպեի ընթացքում։ Եթե հետաքրքրեց լցնովի մեղրովի այս բաղադրատոմսը, հավանեք տեսանյութը և միասին անցնենք գործի։ Մեղրով խմորեղեն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները, որոնք կգտնեք ձեր խոհանոցում։ Բոլոր բաղադրիչները մատչելի և հասանելի են։ Շատ կարևոր է, որ բոլոր բաղադրիչները լինեն սենյակային ջերմաստիճանի։ Տարայի մեջ լցնում ենք 5 ձու և ավելացնում ենք 200 գրամ շաքարավազ։ Հարում ենք այնքան, մինչև ծավալը մեծանա մոտ 3 անգամ։ Որպեսզի մեղրով շերտերը ստացվեն ծակոտկեն և փափուկ, շատ կարևոր է, որ ձուն և շաքարավազը միասին հարենք մոտ 4-ից 5 րոպե։ Լավ հարելուց հետո ավելացնում ենք 4 լիքը ճաշի գթալ մեղր։ Մեղրով թխվածքի համը և բույնը կախված է, թե ինչ տեսակի մեղր ենք օգտագործում։ Վերցրեք անարատ բնական մեղր։ Խմորեղենը ստացվում է բավականին մեծ, քանի որ տապակի չափը 30-40 սանտիմետր է։ Մեղրն ավելացնելուց հետո ավելացնում ենք նաև 70 մլ արևածաղկի ձեթ։ Ձեթը մեր շերտերին ճկունություն և փափկություն կհաղորդի։ Զանգվածը կրկին հարում ենք հարիչով մոտ 1 րոպե և ավելացնում ենք 1 թեյի գթալ սոդա։ Սոդան շատ լավ քիմիական ռեակցիայի մեջ է մտնում մեղրի հետ և այն քացախովայրելու անհրաժեշտություն չկա։ Հարիչը մեզ այլևս հարկավոր չէ, մի կողմ ենք դնում և մաղում ենք 400 գրամ այլուր։ Այլուրը խմորի մեջ միանգամից չենք ավելացնում, այլ ավելացնում ենք մաս-մաս, որպեսզի ծավալը չփոքրանա։ Պետք է ստանանք մածունով բիսկվիթի խմորի նման խմոր։ Հարգելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի հետագա համեղ բաղադրատոմսերը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք ավանդական ճաշատեսակների, խմորեղենների և աղցանների բազմաթիվ բաղադրատոմսեր։ Այլուրը 3 անգամից մաս-մաս ավելացնելուց հետո պետք է ստանանք ահա այսպիսի խմոր։ Բաղադրատոմսում օգտագործվող բոլոր բաղադրիչների ճշգրիտ չափաբաժինները, ինչպես միշտ կգտնեք նկարագրությունների բաժնում։ Խմոր բաժանում ենք 3 մասի, ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ ենք փռում և ավելացնում ենք խմորի 1/3 մասը։ Տարածում ենք և թխում ենք նախապես տաքացված ջեռոցում 180 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում։ Շերտերը շատ արագ են թխվում 4-ից 5 րոպեի ընթացքում։ Զգույշ եղեք, որ հանկարծ չայրեք։ Առաջին շերտը արդեն պատրաստ է, տեսեք թե ինչ անուշ կարամելային գույն ունի, չնայած որ ջրային գոլորշու վրա խմորը չենք դրել։ Մինչ առաջին շերտը ջեռոցում է, նախապատրաստեք նաև երկրորդ և երրորդ շերտերը, քանի որ շերտերը շատ արագ են թխվում։ Շերտերը ստացվում են բավականին բարձր և ճկուն։ Նշված չափաբաժնից ավել այլուր չավելացնեք, որպեսզի շերտերը չոր չստացվեն։ Շերտերի եզրային հատվածները կտրում ենք, որպեսզի դրանցով ձևավորենք մեղրով թխվածքը։ Առաջին շերտը կտրելուց հետո նույն չափով կտրում ենք նաև երկրորդ և երրորդ շերտը, որպեսզի շերտերը համաչափ ստացվեն։ Ոչ միայն տարբերվող է մեղրով խմորեղենի պատրաստման այս եղանակը, այլ նաև կրեմը, որը պետք է պատրաստենք։ Շերտերը կարող եք միացնել սերուցքային կրեմով, եփովի կրեմով կամ խտացած կաթով և կարագով պատրաստված կրեմով։ Նշված կրեմների պատրաստման տարբերակները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Իսկ այսօր կպատրաստենք խտացած կաթով և թթվասերով պատրաստվող կրեմ, որը շերտերը էլ ավելի փափուկ է դարձնում։ 200 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագը շատ լավ հարում ենք մինչև այն սպիտակի և մի լավ փրփրի։ Այնուհետև բարակ շիթով ավելացնում ենք 1 բանկաղ խտացրած կաթ։ Հարելու ընթացքում կարագը մի քանի անգամ տարայի պատերից հավաքում ենք և կրկին սկսում ենք հարել։
Ավելացնում ենք 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ եւ 200 գրամ բարձր յուղայնություն ունեցող թթվասեր եւ հարում ենք եւս 10-ից 15 վայրկյան։ Կրեմը արդեն պատրաստ է, շերտերը թխված են, մնում է միայն հավաքենք թխվածքը։ Կրեմը բաժանում ենք 3 մասի, յուրաքանչյուր շերտի վրա քսում ենք կրեմի 1/3 մասը։ Վերջին շերտի վրա ավելացնում ենք փշրանք։ Խորհուրդ է տրվում խմորեղենը նախքան կտրելը մոտ 1 ժամ դնել սառնարան։ Ես այդքան չեմ սպասում եւ կտրում եմ անմիջապես, տեսեք թե որքան փափուկ թխվածք է ստացվել։ Պատկերացրեք թե որքան փափուկ կստացվի, եթե մոտ 1 ժամ թողնենք սառնարանում։ Եթե ժամանակ չունեք, սակայն ցանկանում եք ամանորին ձեր ձեռքով թխված խմորեղեն ունենալ, ապա այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Մեղրով թխվածքը այս տարբերակով ստացվում է անչափ բարձր, գեղեցիկ տեսք ունի, փափուկ է եւ նրբահամ։ Դե ինչ հարգելիներս, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, եղեք առողջ եւ օրհնված, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։